Բողոջականից ներկայացրեցիք իրավիճակը ինչ է եղել, բայց մի հարցն է, ինչ եք կարծում, Փաշինյանը այս քայլին ամենեքում միտումնավոր գնացնել եւ որևէ պայմանավորվածություններ, որի արդյունքում ունեցան կես իրավիճակը, միգուցե եղան դրսից ճնշումներ, որի մասին երբեմն խոսվում է, հաստատվում է, երբեմն կապնիզվում է, եւ ձեր ասացի վերաբերյալ, երբ ասեցիք, որ բանակցությունների չի գնացել շրջանի եղել, երբ Ալիևն է համաձայնվել անգամ բանակցությունների, այսօր կառավարության նիստում Փաշինյանը խոսել է այս թեմայի մասին ու ասել է մեջբերը, մենք երբեք չենք հրաժարվել բանակցել Լոռուի հարցով, պրոբլեմը եղած խզումներ։ Պրոբլեմը եղած խզումներ։ Ինչ խզում։ Խազումը հակամարտությունն է, բայց հա, գիտենք, որ պրոբլեմը հակամարտությունն է, բայց իրան պետք է լուծել։ Ոնց որ բան է, էլի, դատարկախոսություն է, պրոբլեմներ, տենց է ասում։ Հիմա ես իդեպ բերեմ ձեզ այն ապացույցը, որ խոստացա, որ Ալիևը համաձայն է եղել, անգամ պատերազմական գործողությունների ժամանակ, գիտեք։ Ես չգիտեմ, ձեզնից ով է հիշում 2020 թվականի պատերազմի հենց այն կարևոր էտապներից մեկում, իդեպ հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր մի Ռուսաստանի միջնորդությամբ մի զինադադար եւ 15-ին հոկտեմբերի տեղի ունեցավ ռուսական հեռուստականալներով համատեղ հարցազրույց Ալիևի եւ Փաշինյանի հետ։ Դուք հիշում եք դա։ Գիտեք ինչի համար էր դա հրավիրվել։ Ու 20-ական րոպե տվել էին երկուսին խոսելու։ Ուզում էին դադարեցնեին պատերազմը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մի բան պետք է ասել, որ ինքը համաձայնվում է այս պլանին, այս 19 թվականի պլանին, որ 5 շրջանը վերադարձնում ես ու բան ես անում։ Իրավիճակը անցնում է խաղաղության։ Այսինքն պատերազմի ժամանակ հոկտեմբերի 15-ին Փաշինյանին ասել են, որ դու այնտեղ պետք է այս հայտարարությունը անես, քո հավատարմությունը հայտնես այս պլանին եւ ամեն ինչ կանգնում է։ Մինչդեռ, հա, ու այդ ժամանակ Ալիևը անում է դա։ Տեսեք ինչ է ասում Ալիևը։ Այդ կարակ հանեք այդ վիդեո բանը, տեսագրությունը եւ մի րոպե։ Սա Ալիևի խոսքերն են։ Այդ հերոստատեսության ժամանակ, պատերազմի ժամանակ, ասում է, առաջարկվում է ազատագրել Ադրբեջանի օկուպացված շրջանները փուլային պլանով։ Առաջին փուլում դա օկուպացված տարածքների հարավ-արևելյան մասն է, 5 շրջաններ։ Երկրորդ փուլում այն ինչ որ մենք արդեն խոսացինք, եւ վերջում ասում է, եւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մշակման ինքը նկարագրում է, որոնք պետք է համաձայնեցվեն կողմերի միջև։ Այսինքն ինքը ասում է, այս պլանը, որ ես նոր ներկայացրեց, ինքը ներկայացնում է։ Ասում է, ես դրան համաձայն եմ։ Փաշինյանը համաձայն է։ Իսկ Փաշինյանը ու այդ բանը միանգամից արձանագրվում է այդ հանդիպան ժամանակ։ Երբ որ ասում են, արդեն բանը, կարծեմ Սալավյովն էր, թե Կիսիլովն էր, ով էր բան։ Այդ հարցը ուղիղ տալիս է, ունի առաջադրանք Կրեմլից երևի կարծում են։ Հարց է տալիս, ասում է, դուք համաձայն եք այս հիմնարար սկզբունքների հետ պլանի։ Այստեղ կարևոր նրբություն։ Այդ ժամանակ այդ սկզբունքները կարգավորման արդեն կոչվում են հիմնարար սկզբունքներ։ Եվ ինչ է պատասխանում դրան Նիկոլ Փաշինյանը։ Ասում է, ես համաձայն եմ ԵԱԿ-ի հիմնարար սկզբունքներին, տերիտորիալ ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ուժի չվի։ Այսինքն ինքը ընդհանրացնում է, դուրս է գալիս այս կոնկրետ համաձայնության շրջանակներից, ընդհանրացնում է դեպի ինչ որ աբստրակտ սկզբունքներ։ Ու դա արձանագրվում է։ Կարամ ձեզ ում հետաքրքրում մեջբերումն էլ ուղարկեմ, որ Փաշինյանը խուսափեց այդ պլանին համաձայնություն տալուց եւ գնաց դեպի ինչ որ ընդհանուր սկզբունքներ։ Հիմա հարց, պատերազմի ժամանակ, լավ, այն ժամանակ չէիր հասկանում, այն ժամանակ կարծում էիր պատերազմ չի լինի, տենց էլ ասում է, դե մենք բանա թերագնահատեցինք բանա միջազգային զսպման մեխանիզմները, չէ, գերագնահատեցինք ներողություն, բան, օքեյ,
գնացել ես բլեֆ ես արել, ասենք կարծել ես այդ լկտիությունը, այդ բանը նպաստելու է, որ իրականում Ալիևը վախենա մտնի բանի կրավաթի տակ դուրս չգա անդից, ասենք քո ապուշ խելքով տենց բան անցել, բայց արդեն պատերազմի մեջ, երբ որ քո բանակը շատ վատ վիճակում է, քեզ առաջարկվում է այս պլանը, ու դու էլի խուսափում ես, սա կներեք արդեն դիագնոզ է, կամ այն վարկածը, որի մասին շատ խոսեցիք։ Այսինքն ես շատ ներողություն եմ խնդրում 97 թվին պատերազմ թե խաղաղություն հոդվածում Տեր-Պետրոսյանը բաց ներկայացրեց թե ինչա քննարկվում բանակցությունների մեջ եւ ինչ զիջումների է պետք գնալ փոխզիջումների է պետք գնալ ինչա է հիմա ձևեր թափում Ընդ որում նույն Փաշինյանն է որը 2008 թվին ասում էր որ մեր թիմը Տեր-Պետրոսյանի թիմը դա այն մարկանց թիմն է ով որ կիսում են այդ հոդվածի դրույթները Այդ ինքն էր ասում Հետո դառավ ամենամեծ ոչ մի թիզականը։ Հիշում եք, երբ որ 16 թվին են ՊՊԾ-ի գնդի գրավման այդ օրերին, որ գնաց ասեց Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը դավադրություն են գործում հայ ժողովրդի թիկունքում, համաձայնվելով 5 շրջանը վերադարձնել բանին, Ադրբեջանին։ Խոսքը գնում էր այս պլանի մասին։ Այս պլանի մասին, որը հիմա բացահայտվում է, որը երանելի բան է։ Ինչի մասին է խոսքը։ Խնդրեմ։ Հա, այդտեղ էլի իրանք բանա շփոթի մեջ են ընկել, դեմագոգիայով են զբաղված, դաղալություններ են անում։ Լսեք, ոչ ոք չի պահանջել Իրանից հրապարակել հայկական ժամանակի մեջ տպված հոդվածները։ Իրանից պահանջվել է պաշտոնական առաջարկները միջազգային Մինսկի խմբի համանախագահության հրապարակել եւ մեր պաշտոնական պատասխանները այդ առաջարկներին ճիշտ է Մի կողմ դնենք որ որոշ դեպքերում ինքը ուղղակի մտնում է Կազիմիրովի սայթը ընդեղից է ինչ որ բաներ հանել սա կա Այս դեպքում ինքը ասում է բանա Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից ինչ որ ինձ փոխանցել են մենք էլ հայկական ժամանակում տպել ենք Նախ ինձ հայտնի չի, որպես ես եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, ինձ հայտնի չի, որ նախընտրական շտաբի որևէ անդամ այդ բանը փոխանցել է, բայց ես չեմ բացառում, որ կարող է նման բան եղել է, կարող է ինչ-որ մեկը եւ փոխանցել է, իսկ ինչ վատ բան արել, եթե դրանց բան եղել է, այսինքն եղել է մի հատ փաստաթուղթ, որը հասանելի է եղել Տեր-Պետրոսյանի շտաբին, այդ բանը տրվել է մամուլին, ինչ վատ բան կա այդտեղ